Ռոզա Դավթյանի մայրիկը միշտ աչքի է ընկել իր նրբաճաշակ, խնամված և էլեգանտ արտաքինով։ Նա տարիներ շարունակ մշտապես եղել է այն անձնավորություններից մեկը, ում տեսքը ճաշակ, ոճ և կոկիկություն էր խորհրդանշում, սակայն դերասանուհու կյանքի ամենակարևոր օրը՝ հարսանիքին, նա կրկին կարողացավ գերազանցել նույնիսկ ինքն իրեն՝ ներկայանալով անմոռանալի, հմայիչ և միևնույն ժամանակ չափազանց նուրբ կերպարով։ Ռոզայի մայրիկը հարսանիքին կրում էր շքեղ, բայց չափավոր փայլող զգեստ։ Նրա հագուստը կատարյալ ներդաշնակվում էր տոնական մթնոլորտին, հաղորդելով նրան մի բացառիկ նրբություն և բարեկրթություն։ Մազերը դասական ոճով խնամված էին, դիմահարդարումն էլ զուսպ, ընդգծելով նրա բնածին գեղեցկությունը, այլ ոչ թե ծածկելով այն։ Նրա յուրաքանչյուր շարժումից, ժպտացող աչքերից և պահվածքից զգացվում էր հպարտությունը, սերը և, իհարկե, անսահման հուզմունքը։ Ռոզայի մայրիկը չէր փորձում շքեղությամբ գերազանցել, այլ ընտրել էր մի գիծ, որը խոսում էր զգացմունքի խորության, կնոջ արժանապատվության և մայրական անսահման նվիրվածության մասին։ Հարսանեկան արարողության ընթացքում նա չէր թաքցնում իր հուզմունքը, բայց պահում էր հանգստություն և պայծառ ժպիտ, որը կարծես լույս էր ճառագում, փոխանցվելով նաև շրջապատող հյուրերին։ Նա շատերի ուշադրությունը գրավեց ոչ միայն իր հագուստի և կերպարի շնորհիվ, այլ նաև իր բարության, ջերմության և խոնարհ պահվածքով։ Հատուկ էր այն պահը, երբ մայրն ուշադիր հետևում էր դստեր յուրաքանչյուր շարժմանը՝ եկեղեցում օրհնության ժամանակ, առաջին պարի ընթացքում և նույնիսկ ամենափոքրիկ մանրուքի վրա։ Նրա աչքերում կարդացվում էր հպարտություն, տեսնելով, թե ինչպես է իր փոքրիկ աղջիկը դարձել գեղեցիկ, հասուն կին, պատրաստ նոր կյանքի ճանապարհ անցնելու։ Անշուշտ, Ռոզա Դավթյանի մայրիկի ներկայությունը հարսանիքին դարձավ տոնի մի կարևոր և առանձնահատուկ երանգ։ Նա մարմնավորում էր այն ուժը, սերը և նրբությունը, որոնք ընտանիքի ամուր հիմքն են։ Հյուրերից շատերը հետո նշում էին, որ մայրիկի նրբաճաշակ և շքեղ տեսքը, զուսպ պահվածքը և լույս ճառագող ժպիտը երկար կմնան բոլորի հիշողության մեջ որպես իդեալական մայրական կերպարի օրինակ։ Մի խոսքով, Ռոզա Դավթյանի մայրիկը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե ինչպես կարող է մի կին միաժամանակ լինել և շքեղ, և համեստ, և ուժեղ, և անսահման հոգատար՝ հարսանեկան օրվա իսկական թագուհու՝ իր դստեր կողքին։ Ապրիլի 27-ը դարձավ դերասանուհի Ռոզա Դավթյանի կյանքի ամենահիշարժան ու բերկրալի օրերից մեկը։ Դերասանուհու հարսանեկան արարողությունը վերածվեց իսկական տոնական իրադարձության, որն իր բովանդակությամբ, գեղեցկությամբ երկար կմնա ոչ միայն Ռոզայի, այլև նրա ընտանիքի, ընկերների և երկրպագուների հիշողության մեջ։ Հարսանեկան օրը սկիզբ առավ Սուրբ Սարգիս եկեղեցում, որտեղ Ռոզան ու իր ընտրյալը ստացան Աստծո օրհնությունը։ Եկեղեցու կամարների տակ նրանք դարձան այր ու կին, իրենց երջանկությունը վստահելով հավերժությանը։ Ռոզային եկեղեցի էր ուղեկցում իր հորեղբայրը ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը, քանի որ նրա սիրելի հայրիկը՝ Շավարժ Դավթյանը, տարիներ առաջ կյանքից հեռացել էր։ Ռոզան հարսանիքի օրը չէր ընտրել պատահական։ Ապրիլի 27-ը նրա լուսահոգի հոր ծննդյան օրն էր, և նա ցանկացել էր այդ օրը միավորել իր կյանքի երկու ամենակարևոր իրադարձությունները։ Եկեղեցուց հետո տոնական հանդիսությունը շարունակվեց Prime Hall ռեստորանային համալիրում, որտեղ ամեն ինչ հիանալի կազմակերպված էր, մթնոլորտը լի էր սիրով, ջերմությամբ, հայկական ավանդական ու ժամանակակից տարրերի համադրությամբ։ Դիմավորման արարողությունը, սկեսուրի կողմից լավաշի և քաղցրավենիքի մատուցումը, տարոսիկների հետաքրքիր լուծումները ավտոմեքենայի տեսքով, բոլոր մանրուքները վկայում են, թե որքան նրբաճաշակ ու մտածված էր յուրաքանչյուր դետալ։ Հարսանեկան երեկոն վարում էր սիրված հումորիստ ու հաղորդավար Գրիգոր Դանիելյանը։ Երգչական մասը ապահովում էին հայտնի արտիստներ Էրիկը, Արսեն Սաֆարյանը, Հայկ Դուրգարյանը, Վլադիմիր Արզումանյանը և ուրիշներ, ովքեր իրենց գեղեցիկ կատարումներով ավելի էին տոնական դարձնում երեկոն։ Հատուկ հյուրերից էր նաև Արսեն Սաֆարյանը, ում երգի ժամանակ Ռոզան հուզվեց և հազիվ էր կարողանում զսպել արցունքները։ Տոնակատարությանը ներկա էին բազմաթիվ հայտնի դեմքեր՝ սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը, դերասանուհիներ Եվա Բաղդասարյանը, Դիանա Տորրեսը, Կույր Աշխարհ և Վերջին զանգը սերիալների դերասանները։ Հատկանշական էր, որ Վերջին զանգը սերիալում Ռոզայի խաղընկերուհի Էմմա Մանուկյանը բացակայում էր, քանի որ այդ օրը ներկայացում ուներ
Հարսանեկան երեկոյի ամենահուզիչ պահերից է Ռոզայի եղբոր անակնկալը ծաղիկներով ու սիրառատ բառերով, ինչպես նաև Ռոզայի և եղբոր համատեղ պարը, որի ընթացքում հարսնացուն չէր կարողանում թաքցնել իր հույզերն ու արցունքները։ Հայկական հարսանյաց ավանդույթների պահպանմամբ կատարվեց նաև շաբաշի արարողությունը, հյուրերը պարելու ընթացքում հարսնացուին նվիրեցին գումար, նրան ցանկանալով բարեկեցություն ու բախտաբորություն։ Ռոզա Դավթյանի հարսանիքը դարձավ այս տարվա ամենագեղեցիկ ու տպավորիչ հարսանեկան միջոցառումներից մեկը՝ երգով, պարով, սրտաշարժ պահերով և անսահման ուրախությամբ լի։ Նրա կյանքի այս կարևոր օրը ևս մեկ անգամ հաստատեց, որ սերը, ընտանիքը և հիշողությունները կյանքի ամենաարժեքավոր գանձերն են։